Թեհրանում նախագահական նստավայրում Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հուշագրով ամրագրեցին, որ վիզաները երկկողմ չեղարկվում են։ Մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը հաստատում է երկու երկրների բարձր մակարդակի հարաբերությունները։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է, որ իրանցիները կգան Հայաստան, հայերն էլ հանգստյան օրերը կանցկացնեն այնտեղ, ծանոթանալով հայկական պատմական ժառանգությանը։ Սուրբ Թադևոսի վանքին նշանավոր ուխտատեղի հայերիս համար եւ քրիստոնեության առումով խոշորագույն ուխտատեղի ընդհանրապես եւ Սուրբ Ստեփանոս նախավկայի վանական համալիրին, որտեղ փաստացիորեն մեր զբոսաշրջիկները կարող են այցելել ուղղակի դիցուկ շաբաթ կամ կիրակի օրերը հատելով հայ-իրանական սահմանը։ Հնարավորություն է ստեղծվում երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնել բոլոր ոլորտներում, նոր գործարար կապեր հաստատել, ներդրումներ անել եւ ակտիվացնել զբոսաշրջությունը։ Կարող են ստեղծվել համապատասխան ենթակառուցվածքներ իրանցի սահմանային շրջանների զբոսաշրջիկներին կամ այցելուներին ընդունելու համար եւ այդ տարածքներին կարող է զգալի օգուտ բերել նման շարժի ակտիվացումը։ Իրանական կողմը պատրաստ է տեխնիկական օգնություն տրամադրել Հայաստանի միջոցով Պարսից ծոց, Սև ծով տրանսպորտային միջանցքի գործարկման համար։ Իրանի նախագահը հայտարարել է պատրաստ է օժանդակել ծրագրի իրականացմանը։ Իրանի եւ Հայաստանի միջև գործակցության ընդլայնման ուղղությամբ տարանցման եւ բեռնափոխադրումների ոլորտում պատշաճ պայմաններ գոյություն ունեն, որպեսզի կարողանանք Հայաստանի միջոցով Սև ծովը Պարսից ծոցին կապել, այս ուղղությամբ պատրաստ ենք տեխնիկական եւ ինժեներական ծառայություններ տրամադրել։ Վարդան Ոսկանյանը նշում է, սա ռազմավարական նշանակության քայլ է։ Հայաստանը դառնում է Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային տարանցիկ ուղի, որի միջոցով ստանում է նոր կարգավիճակ։ Հայաստանը փաստացիորեն զրոյացնում է, իջիկ է դարձնում ադրբեջանա-թուրքական թշնամական ծրագիրը մեր երկիրը պահել շրջափակման մեջ։ Բացի այս, կապում է հյուսիս-հարավ այս առանցքը եւ եթե հաշվի առնելու լինենք, որ Պարսից ծոցը կարևոր հանգրվան է նաեւ հեռավոր արևելքից բեռների տեղափոխման չինական հայտնի ծրագրի մետաքսի ու այդ շրջանակներում, մեր երկիրը ստանում է ոչ միայն տարածաշրջանային բոլորովին նոր կարգավիճակ, այլև չվախենանք ասել համաշխարհային։ Արտգործնախարար Նալբանդյանը Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է մշակել եւ իրագործել նոր կարևոր ծրագրեր։ Իրանի նախագահն էլ հայտնել է առաջիկայում Հայաստան այցելելու մտադրության մասին։ Հայկուհի Ասատրյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։